Շնորհակալություն, հարգելի հայրենակիցներ, նախ ուզում եմ շնորհավորել հայրենական մեծ պատերազմի օրվա, հաղթանակի օրվա առիթով եւ երեք մենք համահայկական ճակատ շարժման եւ համահայկական ճակատ կուսակցության անդամներով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկով այցելեցինք դեպի Արցախ տանող Արարատի մարզի ճանապարհի երկայնք այնտեղ ծառատունք իրականացրեցինք։ Խորհուրդը այն էր, որ Շուշիի ազատագրման օրը իրականացրեցինք, խորհուրդը այն էր, որ Արցախի թեման մեզ համար փակված չէ եւ հաղթանակ նորից լինելու է, ապա այցելեցինք Եռաբլուր, ցավոք Եռաբլուրում ես այնտեղ չտեսա Վազգեն Սարգսյանի մոտ այնտեղ ծաղիկներ խոնարեցինք, որևէ ծաղկեպսակ չտեսա Վազգեն Սարգսյանի եղբոր կողմից կամ չգիտեմ այցելել էր նա ընդհանրապես թե չէ, մյուսների մասին չեմ խոսում, բայց իր եղբայրը, որ կանգնած է եղել Արցախյան պատերազմի հաղթանակի ակունքում, որևէ ծաղկեպսակ չտեսա այնտեղ դրված, իսկ այսօր մենք համահայկական ճակատ կուսակցության անդամներով եւ շարժման անդամներով այցելելու ենք հաղթանակի զբոսայգի, քիչ հետո այնտեղ ծաղիկներ խոնարելու հայրենական պատերազմում բոլոր զոհերի հիշատակին։ Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանը այսօր Մոսկվայում, որ հիմա ես խոսում եմ այնտեղ շքերթն է այս պահին, Հայաստանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներից սկսած մենք այսպես գլխիկոր, անարժանապատիվ մասնակցում ենք այդ կարգի միջոցառումների։ Քանի անգամ նա բացակայել է հաղթանակի օրվա միջոցառումներից, այս անգամ էլ գնացել է առանց զորախմբի։ Հետևաբար նպատակը այն է եղել, որ այդ հրապարակում մեր զորքը չքայլի, այնտեղ չհնչեն հայ գեներալների, հայ մարշալների անունները եւ ինքը երևի մտքի խորքում այդպես պատվի արժանացնի ադրբեջանական զորքին, որովհետև Ալիևը թեպետ չի գնացել, բայց Ալիևի զորախումբը մասնակցում է, ադրբեջանական զորախումբը մասնակցում է այդ շքերթին։ Այն ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը այդպես գլխիկոր, անարժանապատիվ մեր երկիրը դրսում, այդպես էլ ցավոք ներկայացնում է ներսում։ Ես օրեր առաջ այնիշ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում, ես նույնիսկ զարմացած եմ, թե մեր ժողովուրդը ինչպես է այս հազարամյակներ գոյատևել, որովհետև մենք հանդուրժում ենք այսօր մի իշխանության, որը ներսում ոչ ավել ու ոչ պակաս քաղաքացիական պատերազմ է հրահրում։ Բոլոր գործողությունները տանում են քաղաքացիական պատերազմի ներսում։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը այդպես միանգամից բռնկվում։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մասին խոսել կոռուպցիայից դա իր ամենացավոտ տեղն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը այսօր կոռուպցիայի դրսևորումներով իր բոլոր գործողություններով իր թիմի հետ ռեկորդակիր է եւ նա շատ ավելի մեծ փողատեր է, քան օրինակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մեր մյուս օլիգարխները, որովհետեւ այն ինչ կատարվում է այս իշխանության օրոք ուղղակի անհաշվելի են։ Երեք լսում էի խորհրդարանում օրինակ պատգամավորներից մեկը հարց է բարձրացնում, թե ինչպես եղավ, որ 2 միլիոն, չգիտեմ քանի 100,000-ով թզբեղ են, ոսկե թզբեղ են առել ու նվիրել, նախ այդ ում են նվիրել, այս ինչքան է խորհրդարանը, Հայաստանը խորհրդարանական երկիր է, մեր առաջին հաստորեն կառույցի մակարդակը իջել պլինդուզից ներքև, որ սրանք այլ մտահորիզոն այնքան են նեղացել, որ մարդկանց նվիրում են ոչ թե օրինակ մեր
մշակույթը ներկայացնող, մեր ճարտարապետությունը ներկայացնող ինչ-որ բաներ, այլ նվիրում են օրինակ թզբեղ։ Իրենք երևի իրենց հյուրերին էլ իրենց արշինով են չափում, ես կարծում եմ լավ է, որ նարկոտիկ չեն նվիրել կամ գուցե նվիրել են ով գիտի, այնուամենայնիվ այն ինչ կատարվեց այս շաբաթ խորհրդարանում, դա ոչ միայն այս իշխանության ցինիկ պահվածքներ, այլ նաև մեր ժողովրդի անարժանապատիվ կեցվածքը, մեր խորհրդարանական ընդդիմության անարժանապատիվ կեցվածքը։ Ես երբ տեսնում էի, թե ինչպես էր, ասենք, այնտեղ կողքի նստածներին համբալ անվանում եւ որևէ մեկը դուրս չեկավ ու ասեր համբալը Ես չեմ լսել, իսկ որևէ մեկը եթե ասել են լավ, բայց այնուամենայնիվ ինձ համար ցավ է, որ մեր խորհրդարանական ընդդիմությունը, ես պատկերացնում էի, որ խորհրդարանական ընդդիմությունը ի սկզբանե պետք է վայր դներ մանդատները, ստեղծեր ճգնաժամ, գնան իրան պատին դեմ տան եւ իրան այս հիստերիայի մեջ գցեն եւ ժողովրդի առաջ բացահայտեն իր թալանչի դեմքը, այն օրը հիստերիայի մեջ ընկա, որտեղ իր թալանչի դեմքը բացահայտել էին։ Դե տեսեք օրինակ բլոգեր Արթուր Չախոյանը մանդատ չունի, բայց լիքը կոռուպցիոն շատ ու շատ լրատվամիջոցներ, այդ թվում դուք շատ ու շատ կոռուպցիաներ եք հայտնաբերում, բայց առանց մանդատի, առանց գործուղումների, հարգելի Անժելա։ Բոլորն էլ գնում են, իհարկե գնում են։ Այդ տեսեք հիմա դուք խոսեցիք գերիների մասին, շատ լավ արեցիք, ես բազմիցս խորհրդարանական ընդդիմությանը առաջարկել եմ, որ իրենք գնում են Ստրասբուրգ օրինակ, գնում են Եվրոպարլամենտ ինչ-որ բանաձև քննարկելու, ինչ-որ հարցեր ներկայացնելու, այդ ամենամեծ կարևորության հարցը այսօր մեր գերիների, մեր անհետ կորածների հարցն է, բազմիցս առաջարկել եմ, ես չունեմ այդ հնարավորությունը, թող գնան, չմտնեն նիստերի դահլիճ, պաստառները պարզեն ու նստածույց իրականացնեն, քանի հոգով են գնում, 3 հոգով, 4 հոգով, թող պարզեն պաստառներ ու չմասնակցեն այդ նիստերին, այլ նստածույց անեն, ես նման բան չեմ տեսել։ Թող այդ մի հոգին նստի դրան առաջ ու աստիճաների նստի ու պաստառ պարզի, դա շատ ավելի մեծ ուշադրություն կգրավի, քան այնտեղ, որ այդ խլացնող ելույթները, որ որևէ մեկս չենք տեսել այդ ելույթների ի վերջո արդյունավետությունը, քանի տարի է գնում են, ես որևէ արդյունավետություն չեմ տեսել, ոչ իշխանության կողմից եւ ոչ էլ խորհրդարանական ընդդիմության կողմից, ես չեմ տեսել այդ արդյունավետությունը, հիմա մենք ասենք լավ արեցին, որ մանդատները դա ձեր կարծիքն է, իմ կարծիքն է, որ շատ լավ կլիներ, որ խորհրդարանական ընդդիմությունը այո, իրենք դավաճան հողատու կառավարության հետ չպիտի նստեին նույն դահլիճում։ Հիմա եթե նստել են, ստանում են այդ վիրավորանքները, դուք ասում եք անանես արեց, անանեն արեց։ Ես տեսել եմ օրինակ Սեյրան Օհանյանին ինչպես էր Ալեն Սիմոնյանը գոռալով ցած իջեցնում։ Տեսել եմ ինչպես օրինակ սերիալներում նկարահանվող Ալեն Սիմոնյանը падգամավորին ասում քեզ հիմա դուրս կշպրտեմ դահլիճից։ Ես դրանով ոչ թե ես դրանից ցավ եմ ապրում։ Անդաստիրակների հետ ուրեմն չպետք է կազմել բանա թքելն է, եթե մարդու դաստիարակությունը այդ բանը, եթե մարդը տես ծնող ունի, եթե մարդու բառապաշարում համբալում ուրեմն այդ անդաստիրակների հետ չպետք է նստել նույն դահլիճում։ Այդ անդաստիրակների հետ չպետք է նստել, ժողովուրդը սխալվել է, ժողովրդի սխալը միշտ կարելի է ուղղել, ժողովրդի սխալը միշտ կարելի է ուղղել։ Ես այն պայքարը, որը իրականացնում է Հարգելի Անժելա, այն պայքարը, որը իրականացնում է խորհրդարանական ընդդիմությունը եւ այն իշխանության կողմից իրենց ուղղված այն վիրավորանքները, որը ընդունում է խորհրդարանական ընդդիմությունը, շատ ավելի տգեղ է, որտեղ իրանք զբաղված են իրար քննադատելով, թողնելով Նիկոլին հանգիստ։ Եթե խոսքը գրան, շատ ավելի տգեղ
քաղաքականություն են բարում այսօր արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, նրանք ովքեր որ իրենց գործն են անում, ովքեր Նիկոլի ձեռքի տակ աշխատում են որպես ընդդիմություն, աշխատում են Նիկոլի ձեռքի տակ որպես ընդդիմություն։ Ես տեսնում եմ գործանող ընդդիմություն եւ տեսնում եմ Նիկոլի ձեռքի տակ աշխատող ընդդիմություն։ Հայաստանում կա Նիկոլ իր գրպանային ընդդիմությամբ եւ կա Նաև այդպիսի բաժանում կարելի է իրականացնել հայեր եւ թուրքեր, որովհետեւ նրանք ովքեր Հա, բայց այդ մարդիկ թուրք բառից չեն վիրավորվում, այդ մարդիկ դավաճան բառից չեն վիրավորվում, այդ մարդիկ նման բառերից չեն էլ վիրավորվում, հիմա կասես թուրք, կասես Էրդողան, կասես Ալիև, այդ մարդիկ նման բառերից չեն էլ վիրավորվում, տեսեք Մոսկվայում իր այդ խղճալի նկարները, որ տեսնում ես, դա իր արժանապատվությանը միայն չի կպնում, դա ինքը ներկայացնում է այսօր Դե մենք արդեն քանի տարի այդ վրեժի գերին ենք դարձել, ժողովուրդը այդ վրեժի գերին է դարձել, տեսեք որևէ սոցիալական խնդիր չի լուծվում, որևէ տնտեսական խնդիր չի լուծվում, որևէ դիվանագիտական արտաքին հարաբերություններում որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվում։ Հիմա դրել են Հայաստանը նժարին, Հայաստանը գնա դեպի Ռուսաստան, թե Հայաստանը տանեն թուրքական վիլայետ դարձնեն։ Այսպես անպագորգոր որ գոռում են խորհրդարանը ընդունեց, մենք շուտով Եվրոպա ենք մտնելու։ Դուք Եվրոպա մտնելու անգամ դիմում չեք ներկայացրել։ Եվրոպայում ձեզ ընդհանրապես սպասող չկա։ Եվ այսօր հարցը այն է, Հայաստանը իր հարաբերությունները նորից կշտկի Ռուսաստանի հետ, թե Հայաստանը կդառնա թուրքական վիլայետ։ Ես այսօր այստեղ գալուց առաջ լսում էի Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, ասում է որ մեր եղբայրական երկիրն է, մենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ միշտ էլ փորձում ենք պահել եղբայրական եւ այդ հարաբերությունները որոշակի այս ընթացքում գուցե տատանումներ են տվել, բայց Ռուսաստանը իր դիրքորոշումը, իր հարաբերությունները չի փոխում Հայաստանի նկատմամբ եւ ես կարծում եմ, որ այս իշխանության գնալուց հետո Հայաստանը իր հարաբերությունները կկարգավորի ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ ընդհանրապես աշխարհի բոլոր երկրների հետ։ Վրաստանի հետ այսօր հարաբերություն չկա։ Միակ հարաբերությունը, որ այսօր Հայաստանի իշխանությունները կառուցել են, դա Թուրքիան է եւ Ադրբեջանն է։ Ում հետ հարաբերություն ունեն։ Եվրոպայի հետ հարաբերություն չկա, Ամերիկայի հետ հարաբերություն չկա։ Ես նույնիսկ կարծում եմ իր այսօրվա մոսկովյան այցը, որ վերջին պահին որոշեց, որ պետքա գնա, կախված էր նրանից, որ Ամերիկան սկսել է շփվել, Ամերիկայի նոր իշխանությունները սկսել են շփվել Ռուսաստանի հետ եւ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ այլևս ամերիկյան նախկին իշխանությունը չի, որ իրեն փշի անի, խոշոր գումարներ տա բերեն այստեղ լափեն, այլ տեսնում է, որ աշխարհն է իր հարաբերությունը փորձում կարգավորել Ռուսաստանի հետ, ինքն էլ որոշեց գնալ ու այդ խեղճ ու կրակ վիզը ծուռ աթոռին նստած, մեկ երկարավզում է տեսնի սրան նայի, մեկ տեսնի այնտեղ ինչ են խոսում եւ այս ամենը ես հիմա նորից եմ ասում, այո, մեր ընդդիմության նաեւ վատ գործելու արդյունքն է։ Երբ որ ընդդիմությունը ճիշտ գործեր, երբ որ կարողանար ժամանակին ճիշտ աշխատանք իրականացներ, գուցե մենք ընդհանրապես այսօր Նիկոլ Փաշինյան չէինք էլ ունենա մեր երկրի ղեկին, բայց քանի որ ունենք, դրա համար պետք է աշխատենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու մեկ ճանապարհ կա, դա առաջին հերթին հասարակության համախմբվածությունն է
իսկ հասարակությունը ինքը կորոշի ում հետ համախմբվի, ինչ ուժերի հետ համախմբվի, որովհետև ատելությունը այսօր գեներացված է ընդհանրապես եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ եւ շատ ու շատ քաղաքական ուժերի հանդեպ այսօր հասարակության մեջ կա գեներացված ատելություն, որովհետև հասարակությունը տեսնում է, որ այս 30 տարի իրեն մի քիչ այստեղ են խաբել, մի քիչ այնտեղ են գցել եւ ինքը իր խնդիրների հետ մնացել է մենակ։ Լսում եմ 3 առաջ օրը Արմավիրի մարզում ուժեղ կարկուտ է տեղացել գյուղատնտեսությունը նորից տուժել է, դե նախարար չունենք որ գնա, ֆինանսների նախարարն էր, ով էր, ասում է առաջիկա օրերին կփորձեմ գնալ, տեսնենք ինչ վնաս է կրել, իսկ գյուղացին վարկի տակ ճռում է, գյուղացին ամեն օր վարկ է մարում եւ իր խնդիրը այդ մի քիչ բերքը մթերելն էր, այդ 2 կոպեկ գումար ստանալ, տանել վարկը փակել, նորից նոր վարկ վերցնելն էր։ Այն ինչ մենք ունենք այսօր ողբալի է ուղղակի, չենք կարող ասել, այս մի ոլորտում, այս մի տեղը հաջողություն ենք արձանագրել։ Սարսափելի վիճակում է, արտահանություն, կարտակայանները հեռացրել են գյուղերից, ընդհանրապես սուբսիդիա չկա, տեսել եք այդ ինչ է կատարում։ Ես տեսել եմ, մենք եթե չունենք գյուղատնտեսության նախարարություն, անցած օրը ասացի, որ միայն գյուղ ինստիտուտում այս տարի 850 տեղից 150 դիմորդ է ընդունվել, 850 տեղից մոտ 700 տեղ թափուր է մնացել։ Մենք կադրեր այլևս 3-4 տարի հետո մենք անգամ գյուղատնտեսության ոլորտի կադրեր չենք ունենալու ոլորտը պաշտպանելու համար։ Խոսում ենք մի ոլորտից, որտեղ այսպես ինչ որ բառեր են օգտագործում լիզինգով, չգիտես ինչով տեխնիկա եւ այլն, խոսում ենք գյուղատնտեսությունից, որտեղ անգամ սահմանամերձ գյուղերում 7-8 գյուղ մի տրակտոր չեն կարողանում ճարել։ Այ հիմա գարնանային աշխատանքներ է սկսվում, 7-8 գյուղ մի տրակտոր չեն կարողանում ճարել։ Անցած օրը լսում եմ, որ միայն մարզերից մեկից 41000 բնակիչ պակասել է։ Մեր մարզերը, Սյունիքն էր թե Տավուշը, մեր մարզերը այսօր սահմանապահ են այդ բնակիչները, հետո նոր մարզի բնակիչ են։ Առաջին հերթին նրանք սահմանապահներ են։ Եթե սահմանամերձ մարզից 40000 բնակիչ պակասում է, սա արդեն աղետ է։ Այս բոլոր աղետների առաջը առնելու համար Համահայկական ճակատշարժումը վերջին 6 ամիսների ընթացքում բոլոր ռիսկերն է գույքագրել եւ գյուղատնտեսության ոլորտում, եւ կրթական ոլորտում, եւ տնտեսության ոլորտում, բոլոր ռիսկերը, բոլոր բացթողումները մենք գույքագրել ենք, մեր ծրագրում մտցրել ենք նոր կետեր, ծրագրային նոր դրույթներ ենք մտցրել եւ այդ ծրագրերը առաջիկայում լինելու ենք բոլոր մարզերում, մեր խումբ բաժանումներ են արված եւ այդ խմբերը կայցելեն բոլոր մարզեր, կներկայացնեն այդ ծրագրերը եւ միայն ծրագրեր ներկայացնելուց հետո մենք կարող ենք հասարակությանը ոտքի հանել, որովհետև այդ ծրագրերը ինչու ենք ներկայացնում մարզերին, մարզերի բնակիչներին, գուցե եւ նրանցից լսենք առավել օգտակար խորհուրդներ, ասենք նույն սահմանամերձ գյուղի բարձրալեռնային գոտիների կամ փոքր գյուղերի, մեծ գյուղերի խնդիրները եւս այդ մեր այցերի ժամանակ հավաքագրելու ենք եւ բոլոր այդ խնդիրները դարձնենք մեր ծրագրի ամբողջական մաս։ Միայն այդ ժամանակ կարելի է հասարակությանը ասել, որ ահա ունենք ծրագիր, որտեղ ներառված են նաև ձեր բոլորի առաջարկները, բոլոր այն առաջարկները, որոնք մենք այս ընթացքում կլսենք, կդարձնենք ծրագրային դրույթներ եւ կհամախմբենք հասարակությանը այդ ծրագրի շուրջ այս իշխանությունից օր առաջ ազատվելու համար, որովհետև ինչքան կարելի է սպասել, ինչքան կարելի է տեսնել, թե ինչ են անում սրանք, որտեղ են մեզ խաբում, որտեղ են մեզ վաճառում, որտեղ են մեզ հանձնում, որտեղ են մեզ
գերեվարում, որտեղ են մեզ ձերբակալում ու կալանավորում, ինչ է նշանակում երկրի թիվ 1 ղեկավարը ասում է բոլորիդ լցնելու եմ ԱԱԾ-ի պատվալները։ Սա ես դրսից մի շարք զանգեր եմ ստացել այս օրերի ընթացքում մեր սփյուռքահայերի կողմից եւ ինձ ասում են, որ մենք ամաչում ենք, որ մեր երկրի ղեկավարը խուժանի պահվածք է դրսևորում։ Իսկ խուժանապետությունը չի կարող երկար գոյատևել, խուժանապետության դեմը օր առաջ առնել է պետք։ Շնորհակալություն։